Բարի օր, մեր քաղաքականացված գրասենյակ բլոգը այսօր նորից արտագնա նկարահանումների մեջ է։ Այսօր մեկնում ենք Ճամբարակ, Իջևան, Դիլիջան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ։ Մի փոքրիկ կանգառ իրականացրեցին Սևանի ափին։ Հիմա կուղևորվենք դեպի Ճամբարակ։ Այս պահին նրանք պլանավորում են իրենց հանդիպումները, զրուցում են։ Պետք է ասեմ, որ այստեղ շատ անկաշկանդ հաճելի մթնոլորտ է։ Նկարահանման համար չկա ոչ մի սահմանափակում։ Ես հիմա պետք է մոտենամ պարոն նախագահին։ Բարև ձեզ, պարոն նախագահ։ Ես Շաքե Աբոյանն եմ։ Կարելի է նկարահանել մի փոքրիկ։ Ուղղակի սկիզբը մեր հետևորդները իմանան ուր ենք գնում այս պահին։ Չէ, ձեզ դա չեմ հարցնում։ Ես պրոցեսի կոմանդիրը։ Ձեզ ուրիշ բան եմ հարցնում։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Շատ լավ, մարտական։ Սևանը արդեն ինչ լավ է։ Ես նկատեցի իջաք ու անմիջապես եկաք դեպի ջուրը։ Երևի պլանավորում եք ձեր հանդիպումները։ Ես ուզում եմ իմանալ, որտեղ է ձեզ համար ավելի հեշտ գնալ քարոզարշավի։ Հայաստանի որ կողմը։ Հյուսիս, հարավ, որտեղ է դες համար ավելի հոգեհարազատ։ Հյուսիս, հարավ, Ամեն կողմ։ արևելք, արևմուտք։ Հանրապես Հայաստանը հոգեհարազատ է։ Մի քանի րոպե Սևանի ափին կանգառից հետո ճանապարհը շարունակում են դեպի Ճամբարակ։ Ասանս կամերան Տիգրան ջան, դու ինչ գիտես նախագահ Քոչարյանի մասին։ Ինքը մեր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է եղել։ Ու հիմա ինքը ուզում է դառնա վարչապետ, որ իմ ապագան փոխի։ Ասում եք արժանապատվությունն է, դերասավ խորը կուշ լինել, իրար չեն հակաս։ Մենք ասում ենք խորը կուշտ արժանապատվություն։ Հասկանում մեկը մեկին հակադրում են, ու մի անգամից բան է դառնում, կամ խորը կուշտ պիտի լինի, կամ պիտի արժանապատվություն։ Ինչ չի, հակառակը։ Արժանապատվությունը կորցրած մարդը շնայր սամուքսի արծավ։ Ոչելին կարագոցի։ Ոչել կարա սամոքսի։ Չվիերթի չի կարագոցի։ Ոչի զարմանալին նաև որ Շիրազին թուրքը հարցնում ասում մեծ Շիրազին թուրքը հարցնում է եկեք բարեկամություն անենք Շիրազը ինչ է պատասխանում իմ տան բանալին քո գրպանում է երբ իմ բանալին տան բանալին կտակից մենք նոր կարող ենք բարեկամություն անել ու հիմա ես մնում եմ ապշացեցի ուր ա գնում ես նոր իշխանություն ում հետ է ուզում բարեկամություն Չարծացին Շիրազ։ Կամ ճիշտ չեն հասկացել։ Գիտե հանել գիտե սխալ եմ տրամաբանում բայց Չէ, լավ տրամաբան ես։ Սաղ ճիշտ ես ասում։ Կարաս այս կառավարությանը տրամաբանության դաս են տաս։ Որպես առարկա է տրամաբանելը ոնց է։ Բա ինչու չեք մոտենում լսեք ինչ է ասում։ Լուսում են գելեն ահլուսել։ Լուսում են գելեն։ Ուղիղ եթերով եք լսում, հա։ Եվ ինչ հարցեր չունեք, գուցե դուք ինչ որ հարց տաք։ Այդ ինչ։ Ինչի հարց չունեք։ Դուք հարց չունեք երիտասարդ։ Ինչպես կարելի է հարց չունենալ ընտրություններից առաջ։ 30 տարի նույն հեքիաթն ենք լսում։ Այս համար ոչ մեկից ոչ։ 30 տարի նույն բան եք լսում, օրինակ Որևէ քաղաքական կուսակցության դուք քանի տարեկան եք։ 31։ Դուք որ 31 տարեկան եք, ինչպես եք ասում, որ 30 տարյա նույն բանն են խոսում։ Դուք ինչա ծնվել եք ու հիշում եք ինչ են խոսում։ Հիշում լսում եմ, վիդեոներով նայում եմ։ Հա, բարձ։ Պարտադիր չեմ ծնված։ Ինչ ասեմ, մի տարիքով ճամբարակցի եւ մի երիտասարդ ճամբարակցի զրուցելով երկուսից էլ որևէ այսպես քաղաքական դիրքորոշում հնարավոր չի հասկանալ։ Նույնիսկ հնարավոր չի հասկանալ այս մարդիկ գնալու են ընտրությունների թե ոչ։ Գնալու եք, հա։ Այսինքն որոշել եք էլի ում եք ընտրելու։ Բայց չեք լսում տեխնացուներին, որ որոշեք, ո՞նց եք անելու։ Դուք էլ չեք որոշել։
Դպրաբակ գյուղը շատ տարբերվող է մյուս համայնքներից, սա իրոք շատ գեղեցիկ գյուղ է։ Դպրաբակի գյուղապետարանի մոտ է հանդիպումը, կան որոշ գյուղացիներ այստեղ հավաքված։ Մոտենանք, տեսնենք ինչ հարցեր են տալիս գյուղացիները։ Երբեք կներեք ներողություն փորձեմ նկարել, կներեք։ Մենակ եմ մնացել, ոչ գիտեմ, ոչ տրանսպորտ գա իջևանքին եմ տեղը, 10,000, 5,000 է տար, 5,000 ինչ անեմ ես։ Ասեմ ինչ անես։ Ինչ անեմ։ Հունիսի 7-ին ճիշտ ես քվեարկում, տրանսպորտն էլ ագալու ամեն ինչ էլ Ես անձամբ ասելու եմ Քոչարյան։ Ծան վերջ, այդքան ես կարող եմ։ Սա գնել ասել։ Էլ ինչ հարցեր ունի։ Տարքերա տարին ոնց որ ես Յուղացին ինչ անի, ոչ մի բան չկա, ինչ անի, ժողովուրդ ինչ անի։ Լավ տեղա, շատ լավ տեղա, չես ուզի։ Երեխեք ասում են եկ քնանք, ես չեմ ուզում, Երևանը չեմ ուզում։ Ես ստիեմ ուզում։ Ռոբերտ Քոչարյանին հարցեր են տալիս, ճշտում են առանձին ոլորտների վերաբերյալ նախագահի տեսակետը։ ես էլ Մեքենաներ առավել ես էլ հա մեր ամբիոնի վարիչներ Չիտեչյան Վիգեն։ Չեչան Վիգեն Իվանիչ։ Այո, լավ է։ Ուսանողական ժամանակներից են հիշողություններ փոխանցում։ 71-ից 76-ին ընդունվել եմ, 81-ին ավարտել։ Դուք մի քիչ ուշ եք։ Մի տարի ուշ։ Հա։ Աղա Իջևան չհասած եւս Աղստև գետի ափին կանգնեցին, քննարկում էին, որ այս ջրամբարի, այս լճի մոտ կարող է եւ ճոպանուղի լինել, եւ անմիջապես առաջարկներ հնչեցին, որ պետք է կառուցել այստեղ ճոպանուղի։ Ռոբերտ Քոչարյանը նայում է տարածքը ու տեղում որոշում, որ այո, այս տարածքում կարող է լինել ճոպանուղի։ Ուրեմն արդեն մի հատ լապատ կա ստալու, հա։ Ես ղեկավար եմ։ Որպես ինժեներ, չես։ Լավ մենեջեր։ Հա, բայց սիրուտ է, Իջևանի անիքում հետացիքեն ձուկ։ Լիչնել են կառուցելու ճոպանուղին էլ, ժողովուրդ ջան։ Լճի մեջ։ Չէ՞ պարոն նախագահ։ Չպես սա, ճոպանուղին հալա չեն տա։ Ձուկ կա։ Բարև ձեզ։ Ձուկ կա, ձուկ։ Ինչ ձուկ աստեղ։ Ուզում եք ցույց տա։ Ինչ ձուկ է, կողակ։ Հա։ Կարաս, հա։ Հարուզարշավի ընթացքում, երբ Ռոբերտ Քոչարյանը մոտենում է մարդկանց, անպայման ուզում է նրանց կարծիքը լսել։ Ես նկատեցի, որ ոչ թե մոտենում է ինքն է պատմում իր անելիքները, այլ ավելի շատ ուզում է լսել մարդկանց, տեսնել ինչ են իրենից ակնկալում, ինչ են իրենից սպասում։ Նկատելի է, որ թիմակիցները շատ անկաշկանդ են շփվում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ընտրությունների վերաբերյալ ինչ կարող եք ասել, ժողովուրդը հասցնում է կողմնորոշվի, որպեսզի գնա ընտրության։ Ժողովուրդը ես կարող չեմ ասեմ, բայց ժողովուրդը ինչ որ պետք է հաղթի։ Իդիմադիները պետք է հաղթեն։ Մի 20 օրից ընտրություն է, ինչ տրամադրություն կա հանրության մեջ, գնալու են ընտրության։ Հա։ Եթե շատերը գնան ընտրության, ով կհաղթի տեսնես։ Հաղթողը։ Որ հաղթել է միշտ։ Պարտվողը կյանքում չի հաղթում։ Հա։ Բայց մենք տեսել ենք, չէ՞ որ պարտվողն էլ է հաղթում։ Որտե այն ժամանակ ժողովուրդը զոմբիացած է, հիմա մի քիչ երևի խելքի եկած կա։ Հա, կարծում եք հիմա։ Ես տենց եմ մտածում, որ իսով եմ Աստծո, որ դες փոխվել է։ Որ պետք է հաղթի հաղթողը եւ պարտվողը պետք է պարտվի։ Կյանքի դրվածն է։ Ճիշտ կյանքի։ Եթե ուզում ենք պետություն ունենանք, հասկանանք իշխանապետությունը, հայրենիքը, սիրելը, ուրեմն այդպես պետք է վարվենք։ Իսկ եթե ոչ, նորից նույն կարգավիճակն է լինում։ Հա։ Որպես ընտրող այդ կարող եմ ասել։ Եվ հետաքրքիր է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրների շարքում շատ են երիտասարդները։ Բավականին շատ են երիտասարդները։ Դա այսպես հետաքրքիր առանձնահատկություն է։
Իջևանում եւս ես նկատում եմ ամենաերիտասարդ ընտրողն է հավաքվել Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար։ Եվ կարելի է մոտենալ նաև նրանց, ովքեր մասնակցեցին, դուք մասնակցեցիք հանդիպման, Իջևանից եք, ինչ տպավորություն ունեք։ Բացարձակ մենակ դրական։ Ձեզ ամեն ինչ դուր եկավ, համոզիչ էր։ Հարց չունեիք նախագահին։ Ճիշտն ասած հարց էր կար, բայց քանի որ ժամանակը սահմանափակ է, ու հարցեր տվեցին։ Տեսնում եք ջահելները ինչ շատ են, ասում եմ։ Ես այսպես զարմանքով նկատում եմ, որ երիտասարդությունը շատ է Քոչարյանի աջակիցների շարքում։ Ոչ մի երիտասարդություն ուզում են ուժեղ ղեկավար տեսնել երկրում։ Դուք եք երիտասարդ ուժեղ ղեկավար եք ուզում եւ հարց ունեիք, ինչ հարց ունեիք։ Հիմա ասած, եթե ինձ ներողել եք, ես ընդհանրապես ուզում եմ հարցնել առաջի 3 քայլերը, որոնք կձեռնարկվեն իշխանություն գալուց հետո, հենց առաջի 3 կոնկրետ, որովհետև դե բնականաբար քայլերը շատ են ելնելու, ինձ առաջ 3-ն էր հետաքրքիր, բայց դե հարցեր տվողներ կային, դրա համար ես որոշեցի, որ կմնա հաջորդ անգամ։ Շատ լավ, շնորհակալություն։ Առաջին Գնացինք